Կենսակերպը փոխելով ինչ նկատի ունենք։ Սննդակարգ ասելով նկատի ունեմ պետք է բացառել տրանսճարպերը, չենք մոռանում պարզած խաչերի սահմանափակման մասին, այդ հացաբուլկեղեն, քաղցր, որոնք որ բերում են ակնեի ավելի առաջացման եւ սրման, կալորիականությունն ենք սահմանափակում եւ ավելի շատ ենք շարժվում։ Թեկուզ քայլելը նույնպես շատ դրական ազդեցություն է թողնում այդ հիվանդներով կանանց եւ աղջիկների վրա։ Այո, որովհետեւ հիմնականում գերքաշ են ունենում ինսուլին ռեզիստենտականությունն է էլի։ Ինսուլինառեզիստենտականությունը բերում է պոլիկիստոզի առաջացման եւ հակառակը։ Նույն պոլիկիստոզը կարող է հարուցել Այո, քանի որ ինսուլինառեզիստենտականությունը հիմնականում առաջանում է ժամանակ, երբ որ օրգանիզմում մի բան այն չէ, կոպիտ ասած, իսկ պոլիկիստոզն արդեն իսկ ազդանշան է այդ ամեն ինչի եւ հակառակը ինսուլինառեզիստենտականությունը նույնպես կարող է հանդիսանալ պատճառներից մեկը։ Ունենք նաեւ առանց ինսուլինառեզիստենտականությամբ պացիենտներ, ովքեր նիհար քաշի խնդիր չունեն, այլ գենետիկ կամ էնդոկրին խնդիրներ են այստեղ ավելի շատ։ Այսինքն ոչ միայն գերքաշ ունեցողների մոտ է դրսևորվում պոլիկիստոզը, այլ նաեւ նիհարների եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիր չունեցողների մոտ։